Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ շնչառական մամնամարզության մարզիչների ասոցիացիայի նախագահ Փարանձեն Ոսկանյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Առհասարակ, երբ մենք խոսում ենք շնչառական մամնամարզության մասին, ուղեղից մեջ են ցանկը, որ գալիս է, միշտ առաջինը դուք եք լինում, եւ եթե անգամ ինձ ինչ-որ մեկը հարցնում է խորհուրդ, էլի առաջինը միանգամից գալիս է Փարանձեն Ոսկանյան։ It's կարևոր կարմիր գծով ենթագիտակցության մեջ ֆիքսված է։ Այնպես որ վստահ եմ, որ այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմայից ու շատ սիրուն ենք ստանալու հաղորդումը, որտեղ ձեզ հետ ուղղակի հնարավոր չի ել տարբերակ։ Խոսենք հետծնդաբերական շրջանից, որովհետև սա կնոջ համար կարծես թե մի բեկումնային շրջան է, որտեղ ոչ միայն հոգեբանական շատ տարաբնույթ խմորումներ են լինում, այլ նաև ֆիզիոլոգիական որոշակի, փորձությունների առաջ է կանգնում կինը, եւ արդեն ուրախությամբ նաև կարող ենք փաստել, որ հետծնդաբերական շրջանում իրատեսական է ընդունել մարմնային կառուցվածքը, որն ունեցել ենք մինչ հղիությունը, մի բան էլ կարող ենք շատ ավելի բարեկազմ լինենք, եւ այս ամենը իսկապես, ինչպես ասում են, իրատեսական է։ Այդ մասին ենք խոսելու եւ թերևս ամենաառաջինը սկսենք խոսել, թե որքանով է կարևոր հետծնդաբերական շրջանում կոնքի հատակի մկանների մարզումը եւ եթե մենք դրանց մասին չենք մտածում, ինչպիսի վտանգների առաջ ենք կանգնելու։ Այո, Տաթև ջան, ամեն ինչ շատ ճիշտ նշեցիր։ Նշեմ, որ հետծննդյան շրջանը սկսվում է պտղի եւ ընկերքի դուրս գալուց մինչեւ 42 օր, ըստ բժշկական ցուցման։ Բայց մինչև կոնքի հատակի մկանների ձգման թեմային անցնելը շատ կուզեի կարևորել շնչառության կարգավորումը հետծննդյան շրջանում, Սկսենք սկզբից, Շնչառության կարգավորումից, որովհետև շատ կանանց մեծամասնության մոտ խախտվում է շնչառությունը հենց հղիության ընթացքում։ Ինչու է խախտվում, որովհետև պտուղը մեծանալով ստոծանին սեղմում է եւ կինը սկսում է շնչել մակերեսային, այսինքն թոքիվերին հատվածով, բավականին երկար ժամանակ։ Որից հետո հետծննդյան շրջանում իներցիոն կերպով նորից շարունակում է այսպես կոչված սխալ մակերեսային շնչառություն, կիրառել, պետք է պարտադիր կերպով ուղղել շնչառությունը շնչառական թեստերի միջոցով, շնչառական տեխնիկաների միջոցով, որովհետև ստոծանին ուղիղ կապ ունի փոքր կոնքի օրգանների հետ, Երբ որ ստոծանին բլոկավորված է լինում, փոքր կոնքի օրգանները լիարժեք իրենց ֆունկցիան չեն կատարում։ Ըստ այդմ պետք է կարգավորել շնչառությունը, ստոծանային շնչառությունը վերականգնել եւ հետո արդեն հասնել ֆիզիկական վարժություններին, որոնք ձգում են արդեն կոնքի հատակի մկանները։ Իսկ կոնքի հատակի մկանները ծանրաբեռնված են լինում եւ հղիության շրջանում, եւ ծննդաբերության ժամանակ, եւ պարտադիր պետք է կարևորել այդ մկանների ամրեցումը, ձգումը, որովհետեւ կոնքի հատակի մկանները պահում են կոնքի խոռոչի օրգանները, արգանդ, միզապարկ, միզուղիներ, եւ եթե ուշադրություն չդարձնենք, շատ հնարավոր է առաջանան անմիզապահության խնդիրներ, անկղապահության խնդիրներ, երբեմն սրված դեպքերում, անգազապահության խնդիրներ հետծննդյան շրջանում, հեշտոցի պատերի լայնացում, ու մի կարևոր հարց եւս հնարավոր է նաեւ սեռական ակտի ժամանակ հաճույքի բացակայություն, ինչը բավականին վնասակար է, բացասաբար է ազդում ընտանեկան կյանքին։ Կյանքի որակի էական դժում է։ Դրա համար պետք է ինֆորմացնել կանանց եւ խրախուսել, որպեսզի միանգամից սկսեն հետևել հետծննդյան շրջանում իրենց եւ մարմնին եւ ֆիզիկական վիճակին, նաեւ իհարկե ինչ չէ, նաեւ հոգեկան։ Դե սրանք էլ արատավոր շղթային, եթե չենք հետևում։ Ասում եք միանգամից, այդ միանգամիցը երբ է, երբ կարելի արդեն սկսել, որովհետև կանայք էլ խիստ ծայրահեղական են։ Մի կողմից մտածում են, երբ եկան տուն արդեն ժամանակն է, մյուս կողմից էլ դե մի փոքր երեխան մեծանա, մի քիչ էլ անցնի, մի քիչ եւ արդյունքում արդեն ունեն մենք այդ խնդիրները։ Ամեն ինչ կախված է կնոջ անհատական վիճակից։ Եթե բարդացումներ չկան, եթե բորբոքային պրոցեսներ չկան,
ամեն ինչ հարթ է ընթանում, ծննդաբերությունը նորմալ է անցել, բնական ծննդաբերության ժամանակ, ծննդաբերությունից հետո մոտ 1 շաբաթ հետո պետք է սկսել բավականին пассив վարժությունների, չնչառությունը կարգավորելուց հետո պետք է սկսել, այո, պարտադիր դա շեշտում եմ, բավականին пассив թույլ վարժություններից ու ըստ մարմնի ֆիզիկական պրոգրեսի կամաց ավելացնել ինտենսիվությունը։ Դա արդեն մասնագետի գործն է, հա, երբ որ կինը դիմում է մասնագետին, մասնագետը ինքը պետք է ինքան պատրաստված լինի, որ անհատական մոտեցում ցուցաբերի ըստ տվյալ, հա, իրավիճակի շարժվի առաջ։ Այսինքն ավելի հստակ մենք սիրում ենք, չէ՞, ամեն ինչ թվերով։ Իհարկե հասկանում ենք, որ պետք է մասնագետը որոշի, բայց երբ դիմի մասնագետին։ Բնական ծննդաբերությունից 1 շաբաթից 10 օր հետո հանգիստ կարող է դիմել, շնչառական մարմնամարզության դասերի մասին է խոսքը, ոչ թե ֆիզիկապես ծանրաբեռնված մարզումների, հա, դրանք բավականին տարբեր ճյուղեր են իրենցից ներկայացնում։ Կեսարյան հատումով ծննդաբերությունից հետո 1 ամիս 40 օր հետո։ Եթե խնդիրները չկան, բարդացված վիճակ չէ։ Շատ լավ, գաղտնիք չէ, որ հետծննդաբերական շրջանում կարծում եմ յուրաքանչյուր երկրորդ կին ունենում են նաև քաշի խնդիր։ Ուզենք թե չուզենք, սա բնական երևույթ է եւ մեկը կարող է խոսել մի քանի կիլոգրամների մասին, ոմանք նույնիսկ տասնյակ կիլոգրամների մասին։ Եվ այս 9 ամիսների ծանրաբեռնվածությունը սրան գումարվում է նաև ավելորդ կիլոգրամները, դրան գումարվում է նաև երեխային նախ այդ նոր ծննդաբերության, հա, շրջանում անդադ գրկած լինելը, անընդհատ կերակրելու ընթացքը, հետեւաբար կարծում եմ գրեթե բոլոր կանայք հետծննդաբերական այդ առաջին этаպում ունենում են նաև ողնաշարի ցավեր, եւ սա ուզենք թե չուզենք անխուսափելի խնդիր է, բայց նաև կա լուծում, որի մասին ուզում եմ խոսեք։ Այո, լավ հարց է Տաթև ջան։ Ես ընդհանրապես ինձ մոտ մարզվողներին ասում եմ, հետծննդյան շրջանը սկսում է մինչև հղիությունը, որովհետև օրգանիզմը պետք է պատրաստել մարմնի վիճակը, հա, ֆիզիկական պետք է պատրաստել հղիությանը, այո, պետք է պատրաստել հղիությանը եւ հղիության ընթացքում էլ պետք է զբաղվել հատուկ մարմնամարզության, շնչառական մարմնամարզություն կլինի, յոգա կլինի, հա, пассив, բայց հատուկ հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ, որից հետո արդեն հետծննդյան ընթացքը կնոջ համար բավականին թեթև է ընթանում։ Իհարկե ավելորդ քաշը շատերին է անհանգստացնում, որովհետև հիմնականում կանանց մեծ մասը հղիության ընթացքում քաշ է հավաքում, բայց այստեղ մեզ օգնության է հասնում շնչառական մարմնամարզությունը, որովհետև ստոծանային շնչառությունը համար մեկն է, այսպես ասեմ, քաշի կորստի դեպքում առանց ծանրաբեռնվածության մենք նախ ունենում ենք օրգանիզմում հեղուկների ցիրկուլյացիայի կարգավորում, որտեղ աշխատում ենք ավշային համակարգի հետ եւ ավելորդ հեղուկը օրգանիզմից դուրս է գալիս, դա արդեն պատկերացրեք մեկ մարզման ընթացքում հնարավոր է 1.5 կիլոգրամ կորուստ քաշի, այո, հեղուկների ցիրկուլյացիայի կարգավորման շնորհիվ։ Ինչպես նաև մենք ունենում ենք ճարպայրման process-ի արագացում, որտեղ թթվածինը համարվում է ամենահզոր ճարպայրող միջոցը։ Շնչառական մարմնամարզության մեջ բնականաբար մենք աշխատում ենք թթվածինի շատ մեծ քանակությամբ հոսքով։ Կարող եմ շեշտադրել հետծննդյան շրջանում Bodyflex համակարգը շնչառական տեխնիկաներից, որովհետև շատ արագ է աշխատում, շատ արագ հեշտ կանայք նիհարում են առանց հոգնելու, առանց տանջվելու եւ ոչ միայն քաշի հետ է աշխատում Bodyflex համակարգը այն համակարգն է, որտեղ եւ քաշի պակասեցում ենք ունենում, հա, եւ ողնաշարային ցավերից ենք ազատվում, եւ նյարդային համակարգի, այո, իհարկե, եւ նյարդային համակարգի հանգստացում, որտեղ թթվածինը բավականաչափ գլխուղեղը սնուցում է, իսկ կանանց մոտ հետծննդյան շրջանում դեպրեսիվ վիճակներ են լինում։ Այսինքն օգնության է հասնում միանգամից բոլոր ուղղություններով։ Իհարկե, նախընտրելի է, որ սննդակարգին հետևի կինը, ինչպես նաև քնի նորմալ, եթե հնարավոր է որքանով հնարավոր է, բայց շնչառական մարմնամարզությունը նաև հորմոնալ ֆոնն է կարգավորում, հատկապես էստրոգենի եւ պրոգեստերոնի հարաբերությունը, այսինքն բալանսավորում է եւ ցիկլն էլ բավականին արագ կարգավորվում է, դաշտանային ցիկլը, որը նույնպես շատ կարեւոր է կնոջ վերականգնողական շրջանի համար։
Պես որ մենք լուծում ունենք։ Հետծնդաբերական շրջանում գրեթե բոլոր կանայք խուսափում են կամ չի ստացվում, հա, մարզումները, կարևոր չէ թե ինչ մարզումների մասն է խոսքը, որովհետև դե հասկանալի եւ օբյեկտիվ պատճառներով ունեն ժամանակի խնդիր նորածնի հետ։ Իսկ ես որպես այսպես ասած փորձ ունեցող մարդ, ցես այդ համագործակցության գիտեմ նաեւ, որ այս դեպքում եւս ունեք տարբերակներ, խոսքը on-line հարթակում մարզումների մասին է։ Որքանով է իրատեսական, որ on-line մարզումները եւս կարող են լինել արդյունավետ, ինչպես է, որ կնոջ համար սա հետծնդաբերական շրջանում, հա, գտնվող կնոջ համար սա իդեալական տարբերակ է։ Այո, Ռաթև ջանի, իդեպ on-line մարզվողները իմ մոտ հիմնականում հետծննդյան շրջանի մայրիկներն են, որովհետև տանից դուրս գալը, ճանապարհը, ժամանակը նրանց համար խնդիր է հանդիսանում։ Մի ձեռքով կարող են, մի ձեռքով եւ քնածում են, արագ մարզվում են, հետո վայ մի հատ կերակրեմ գամ նորից մարզվեմ։ Փորձս բավականին շատ է։ On-line աշխատում եմ արդեն 2020 թվականից, աշխատում եմ on-line տարբերակով եւ կարող եմ վստահաբար նշել, որ արդյունքները լիարժեք նույնն են, լիարժեք։ Ես նույնիսկ ասեի մարզվողը շահում է տվյալ տարբերակում ժամանակի առումով, որովհետև նաև ֆինանսապես, որովհետև հա ճանապարհի վրա էլ գումար չի ծախսում գնալու գալու, շատ հարմար է, որտեղ որ գտնվում է տվյալ անձը այդտեղից պարապում է, մարզվում է։ Հա կարող է, չգիտեմ, հետո երեխայի հետ հյուր է գնացել մի փոքրիկ սենյակում մի անգամից առանձնանում է, որտեղ առանձնապես մեծ տարածք էլ պետք չի մարզման համար։ Հետո քառակուսի։ Այստեղ նաև կարևորում եմ այն փաստը, որ եթե նույնիսկ դու հյուր ես, անհրաժեշտություն չի լինելու հաջորդիվ նաև լոգանք ընդունելու, որովհետև նաև հիգիենիկ խնդիր չի։ Բաժությունները չեն հոգնեցնում, չեն քրտնեցնում, ասեմ ավելին տոնուս են տալիս, դրամատրություն են բարձրացնում, այսինքն ամեն ինչ կարելի է համատեղել շնչառական մարմնամարզության ժամանակ on-line-ի պարագայում լիարժեք նույն արդյունքներով, ինչ որ դահլիճային տարբերակով։ Դա է պատճառը, որ դուք միշտ առույգ եք, միշտ ժպտում եք, որտեղ միշտ թթվածնով հարուստ եք։ Այո, միանշանակ այո։ Շատ լավ։ Սովորաբար մենք ասում ենք, որ այս կամ այն մարզման տարբերակը այս կամ այն խնդրի դեպքում ունի հակացություն, բայց եթե իմ տրամաբանությունը ինձ ճիշտ է հուշում, մենք ունենք բնական, այսպես ասած, աղբյուր, շատ пассив է մշակերտավորը նաև ասած վարժությունները եւ այս դեպքում ես փորձում եմ հասկանալ, լավ, մենք կարող ենք որևէ հակացության մասին խոսել, թե ոչ։ Տեսեք, եթե թթվածին միևնույն է, բոլորը շնչում ենք, բոլորը շարժվում ենք եւ պարտավոր ենք շարժվել։ Այո, հակացությունը գալիս է շնչառական տեխնիկայի տեսակից։ Եթե մենք խոսենք body flex համակարգի մասին, այդ համակարգով ես բավականին շատ եմ աշխատում, հիմնականում body flex-ով եմ աշխատում բացառությամբ հղիների հետ, հա? Հղիների հետ body flex համակարգի շնչառական տեխնիկան չենք կիրառում։ Այնտեղ ավելի նուրբ տեխնիկա ենք կիրառում, որտեղ body flex-ը համարվում է ավելի ագրեսիվ, այսպես, հա, շնչառական տեխնիկա։ Կախված շնչառական տեխնիկայից հղիները հակացում է body flex-ի համար, միայն դա կարող եմ ասել, մնացած պարագայում ոչ։ Ինչու է հակացություն, որովհետև body flex համակարգը շնչապահումների հիման վրա ենք աշխատում։ Շնչապահումների ժամանակ հիմնականում անոթների լայնացում է, հա, տեղի ունենում, ինչը հղիներին ցուցված չէ, ռիսկային է։ Այսինքն եթե տեխնիկան փոփոխենք, այս դեպքում եւս կարող ենք հստակ ասել, որ չունենք հակացություն։ Այո, տեխնիկան փոխելու դեպքում չունենք։ Շնչառական մարմնամարզությունը, ճիշտ եմ հասկանում, բոլորի համար է, պարզապես տեխնիկայի փոփոխության դեպքում կարող ենք հարմարեցնել բոլորին։ Այո, դա արդեն մասնագետն է հարմարեցնում տեխնիկան։ Կախված դիմողի խնդիրներից, նաև ֆիզիկական վիճակից։ Ըստ ֆիզիկական վիճակի էլ վարժությունների կոմպլեքսն ենք հարմարեցնում։ Ոչ մեկ չի կարող ասել, ես չեմ կարող անել։ Ոչ, 80-ամյա հաճախորդ ունեմ, 6 տարեկան երեխա, հա, հաճախորդ ունեմ, այսինքն տարիքային սահմանափակում գրեթե չկա, գրեթե, կարելի է ասել չկա։ Սեռային սահմանափակում էլ չկա, որովհետև շատ հանգիստ շնչառական մարմնամարզությամբ կարող են զբաղվել նաև տղամարդիկ։
Իսկ կարելի է այս տարբերակը զուգակցել ֆիթնես կամ այլ մարմնամարզության տեսակների հետ։ Թե եթե մենք սրանով զբաղվում ենք հստակ, այսպես ասած, արդյունքի համար։ Նկատի ունեք մի օր ծանրաբեռնված մարզումներ, մյուս օրը ավելի թեթև կարող ենք զուգակցել, ասեմ ավելին։ Բավականին նորաձև, բավականին գրագետ կլինի, եթե ուժային մարզումից հետո անպայման զբաղվեն շնչառական մարմնամարզությամբ, որովհետև ուժային մարզման ժամանակ հավաքվում է կաթնաթթու, որը ցավային process է առաջացնում մկաններից բռնվել են։ Այո, կաթնաթթուն բավականին հեշտ է դուրս գալիս, երբ որ անում ենք ձգողական վարժություններ եւ ուղղորդում ենք թթվածին։ Իսկ շնչառական մարմնամարզության կոմպլեքսը հենց այդպես է կարգավորված, հա, ձգողական վարժություններին գումարվում է հատուկ շնչառական տեխնիկա, այնպես որ բավականին գրագետ կլինի։ Այս բaragայում նաև մարզչի կարևորության մասին եմ ուզում խոսենք, որովհետև այսօր համացանցը մեզ տալիս է հնարավորություն ցանկացած տեսակի վարժությունների կոմպլեքս գտնել, ներբեռնել եւ դրանով շարունակել։ Բայց մենք այստեղ նաև նշեցինք, որ շատ կարևոր է ըստ խնդրի, ըստ տարիքի, ըստ իրավիճակի ընտրել այն տեխնիկան, որը կլինի ոչ միայն արդյունավետ, այլ նաև անվնաս։ Հիմա խոսենք մարզչի կարևորության մասին, որպեսզի գոնե նախնական փուլում աշխատանքը եւ մարզումները զուգակցվեն հենց մարզչի, պրոֆեսիոնալ մարզչի ուղեկցությամբ։ Տաթև ջան, գիտեք, մարզիչ մասնագիտությունը բավականին բարդ մասնագիտություն է։ Այդքան էլ հեշտ չէ, կողքից միգուցե եւ հեշտ է երևում։ Դե ինչ են անում, կանգնացությունների հերթականություն են, հա, հետևում, որպեսզի ճիշտ կատարի մարզվողը, բայց ամենևին այդպես չէ։ Պատրաստված մարզիչը եւ հոգեբանություն պետք է տիրապետի, եւ անատոմիա շատ լավ պետք է, մարդու անատոմիա պետք է շատ լավ իմանա, եւ ֆիզիոլոգիա պետք է իմանա, հա, որպեսզի ճիշտ մոտեցում ցուցաբերի մարզվողին ըստ անհատական խնդիրների։ Մի մարզվողը կարող է ունենալ ողնաշարի խնդիրներ, հա, մյուսը մկանային սպազմ կարող է ունենալ, մյուսը նյարդային խնդիրներ կարող է ունենալ, ու բոլորի նույն ծանրաբեռնվածության վարժություններ բնականաբար չպետք է տրվի, հա։ Առաջնահերթ նորից պիտի ասեմ, պետք է շնչառությունը ստուգվի շնչառական թեստերով։ Ես իրա մասին շատ խոսում եմ նաև ֆիթնես մարզիչների վերապատրաստման կուրսերում, որտեղ հրավիրված եմ, հա, որպես շնչառության, ճիշտ շնչառության, այսպես ասեմ, մասնագետ, բոլոր մարզիչները ըստ իս սա անհատական դեռևս մոտեցում է, պետք է կարողանան եւ հասկանան մարզվողի մոտ շնչառություն ստուգեն, որտեղ խախտված շնչառությունից բխում է բավականին շատ առողջական խնդիրներ եւ տուժում է մարզման որակը, էֆեկտիվությունը։ Սկզբից շնչառության ստուգում խախտված է թե ոչ, որից հետո արդեն մարզիչը մշակում է իր վարժությունների ցանկը եւ տրամադրում է մարզվողին։ Հնարավոր է, որ արդյունք չտա։ Առհասարակ մարզումները, եթե մարզվողը մարզվում է պարտաճանաչ, դա շաբաթը 3 անգամ հաճախումով, հա, եւ մարզիչը տալիս է ճիշտ ծրագիր մարզվելու, կարելի է բացառել, որ էֆեկտ չի լինի։ Կարող է մարդը հայտնվել այսպես կոչված կախվածության մեջ, թե ընթացքում։ Կարող է, որովհետև մենք աշխատում ենք էնդոկրին համակարգի հետ նաև, հորմոնալ ֆոն է փոխվում, իսկ առհասարակ սպորտը դրան գումարած նաև ճիշտ շնչառություն է, երջանկության հորմոններ են արտադրում, փոքր քանակությամբ էնդորֆին, հա, հորմոնները, ես կարդացել եմ միտեղ նաև, որ հավասար է փոքր քանակությամբ հերոինի դոզայի։ Այո, այնպես որ կախվածություն հնարավոր է սպորտից ձեռք բերել։ Եվ հիմնականում մարզվողները նշում են, որ հիմնականում ստաբիլ մարզվողները, տարիներով մարզվողները նշում են, որ չեն պատկերացնում անհնար է, եթե 2 օր բացակայում են, երրորդ օրը ցանկություն է առաջանում մարզվելու։ Դե եթե կախվածություն, ապա գոնե այս կախվածությունը, հա։ Այո։ Սա գոնե առողջությանը ոչ միայն չի վնասում, այլ նաև ավելի առողջացնում։ Ես ճիշտ եմ նկատել, որ այն մարդիկ, ովքեր որ պարբերաբար մարզվում են եւ հենց այս տեխնիկայով, հա, շնչառական մարմնամարզության տարբերակով, իրենք մի տեսակ նաև ուշ են ծերանում։ Իհարկե, թթվածինը բնականաբար թթվածնի հոսքը շատ մեծ քանակությամբ օրգանիզմ ազդում է նաև մաշկի որակի վրա։
Իհարկե, այստեղ շատ կարևոր է նաև ջուր խմելը, ես այսպես մեջ բերում անեմ, շատ կարևոր է մաշկի էլաստիկության համար բավարար քանակությամբ ջուր խմելը, բայց թթվածինը ուղիղ, այո, ուղիղ կա մի հատ է շնչառական տեխնիկա Տաթև ջան։ Եթերում թթվածինը ուղիղ կապ ունի մաշկի երիտասարդ մնալու հետ։ Հասկանալի է։ Ես փաստորեն այն, այսպես ասած, կարծիքը, որ ձևավորվել էր տարատեսակ տեսանյութեր դիտելու արդյունքում, որ բոլոր նրանք, ովքեր պարբերաբար երկարաժամկետ մարզվում են, իրենք իրենց տարիքից էականորեն ավելի երիտասարդ են երևում։ Եվ այստեղ միայն խոսքը չի վերաբերում նրան, որ իրենք ավելի բարեկազմ են սրա արդյունքում։ Դեմքի արտահայտությունը, աչքերի փայլը, մաշկը, ձգվածությունը, կնճիռների բացակայությունը, հա, դե այս մասին արդեն խոսեցինք, որ շատ կարևոր է։ Եթե ամփոփելու լինենք այսօրվա մեր զրույցը, կարևոր ինչպիսի դիտարկումներ կուզեք առանձնացնել կամ խորհուրդներ կուզեք առանձնացնել բոլոր նրանց համար, ովքեր դեռ մտածում են ընտրել շնչառական մարմնամարզությունը, թե ոչ։ Ընդհանրապես չմտածեն, երբ որ մարդը մի բանի մասին շատ երկար է մտածում, սևեռվում, խորանում, շատ դժվար է քայլը անում։ Մարդը առավոտյան որ զարթնում է, չի մտածում, չէ, լվացվի թե չէ։ Մի անգամից լվացվում, հետո նախաճաշում է տանից դուրս է գալիս։ Պետք է դարձնել կենսակերպ։ Միանշանակ բոլորին եմ ասում, կանայք, տղամարդիկ, բոլոր մարդիկ սպորտը մասնավորապես շնչառական մարմնամարզությունը, որտեղ շատ հասանելի է բոլորին, շատ հեշտ է, հա, այդ առումով եմ ասում։ Պետք է ուղղակի դարձնել կենսակերպ, լինել առողջ, լինել բարեկազմ, լինել գեղեցիկ, ամենահեշտ եւ բնական ձևով։ Դուք այստեղ որ թվարկում եք, ես նաև մտածում եմ, որ ասացիք մատչելի տարբերակ է, հա, մտածում եմ նաև, եթե օրինակ ջիմ գնալու լինենք, մենք պետք է նաև հագուստի մասին մտածենք, չէ՞։ Եվ այստեղ ունենք էականորեն շահեկան դիրք, որովհետև կարող ենք նույնիսկ տանը մեր տնային հագուստով անել մարմնամարզություն, այո, եւ ունենալ նաեւ արդյունքներ։ Սրանք մանրուքներ են առաջին հայացքից, դե լավ, դե եթե որոշել եմ գնամ ջիմ մի հագուստ ինչ է որ ձեռք չբերեմ, բայց այսպիսի մանր քայլերը իրականում ծանրաբեռնում են մեր արդեն իսկ ծանրաբեռնված կյանքը։ Եվ եթե հնարավոր է պարզապես հնարավորինս քիչ ծանրաբեռնվել, ինչու չընտրել այդ տարբերակը։ Հարմար վայրից, հարմար վիճակում եւ էֆեկտիվ։ Այո, շնորհակալ եմ շատ։ Հուսով եմ, որ եղանք օգտակար մեր ռադիո լսողներին ու հատկապես բոլոր այն կանանց, ովքեր հղիության ընթացքի մեջ են շուտով նաև հետծնդաբերական շրջանի մեջ են հայտնվել եւ բոլոր նրանց, ովքեր նոր են բալիկ ունեցել ու հիմա մտածում են ինչպես վերադառնան։ Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են պլանավորել բալիկ։ Պետք է մտածել շատ նախապես։ Դե սա կլիներ իդեալական տարբերակը, երբ մինչև հղիությունը պատրաստեինք մարմինը, հղիության ընթացքում ունենայինք նաև այդ թեթև ծանրաբեռնվածությունը, դե ինձ թվում է դեպքում արդեն հետծնդաբերական շրջանում անելիքն էլ շատ քիչ կլիներ եւ հեշտ կլինի շատ։ Ու նաև արդյունավետ կլիներ։ Շնորհակալություն, սիրելի ռադիո լսողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս շնչառական մարմնամարզության մարզիչների ասոցիացիայի նախագահ Փարանձեն Ոսկանյանն էր։ Շնորհակալություն, մեզ հետ եք, մենք հանդիպելու ենք նաև մյուս շաբաթ, ցտեսություն։